Պատկերացրեք մի զարդ, որը կարող է ձեզ տալ հավերժական երիտասարդություն, բայց դրա դիմաց խլել ձեր հոգին։ 3000 տարի առաջ Ասորեստանի կախարդ Թագուհի Շամիրամը Վանա լճի ափին կանգնած իր մոգական ուլունքները նետեց ջուրը, անիծելով բոլոր նրանց, ովքեր կփորձեն գտնել դրանք։ Բայց ինչ են իրականում գտել հնագետները Վանի ավերակներում։ Արդյոք այդ ուլունքները դեռևս գոյություն ունեն։ Եվ ո՞րն է դրանց սարսափելի գաղտնիքը։ Շամիրամը սովորական կին չէր։ Նա կերակրվել էր աղավնիների կողմից եւ տիրապետում էր հարություն տալու արվեստին։ Երբ նրա սիրելին հայոց թագավոր Արագեղեցիկը սպանվեց ճակատամարտում, Շամիրամը հրամայեց իր կախարդական շներին լիզել նրա վերքերը։ Ժողովուրդը հավատում էր, որ նրա ուլունքների մեջ թաքնված է աստվածային լույսը, բայց հնագետների բացահայտումները ցնցող էին։ Վանի ամրոցում գտնվել են կանանց գերեզմաններ, որտեղ նրանք թաղված են հարյուրավոր աչք հիշեցնող ուլունքներով։ Դրանք պարզապես զարդեր չէին։ Դրանք չար աշկից պաշտպանվելու միակ միջոցն էին մի աշխարհում, որտեղ նախանձը կարող էր սպանել։ Գիտեիք, որ Շամիրամին վերագրվող հսկայական ջրանցքը իրականում կառուցել է Ուրարտական արքան, բայց ժողովուրդը 30 դար շարունակ հրաժարվում է փոխել դրա անունը։ Իսկ քրիստոնեական, իսլամական եւ հինդուիստական ուսմունքներում չար աչքի դեմ պայքարը մինչ օրս կենդանի է, իսկ հայերը մինչ օրս երեխաների շորերին ամրացնում են կապույտ ուլունքը։ Սա պարզապես սնահավատություն չէ, սա հազարամյակների գենետիկ հիշողություն է։ Հնագետները նույնիսկ գտել են 13000 տարվա վաղեմության ուլունքներ, ինչը նշանակում է, որ մենք փորձել ենք պաշտպանվել անտեսանելի չարիքից դեռ նախքան առաջին քաղաքների կառուցումը։ Շամիրամի ուլունքները դեռևս Վանա լճի խորքերում են, սպասելով իրենց նոր տիրոջը։ Հավատում եք մոգական ուժին, թե դա պարզապես գեղեցիկ առասպել է։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, ինչպես նաև լայքեք տեսանյութը նպաստելով դրա տարածմանը եւ բաժանորդագրվեք Արգամ բլոգի էջերին ավելին իմանալու համար։ Ձեզ հետ Արգամ Ռոբերտին էր։ Կհանդիպենք։